Բարի երեկո սիրելի բարեկամներ, ժամը 5:10, արդեն լավ մութ է, Կարֆուր էի գնացել, մի երկու բաներ պետք, որ հիմա պետք է առնեի, չէի կարա սպասեի առավոտ, նոր գնայի խանութ, գնացի առա, հիմա տուն եմ գնում, արդեն լավ շուտ մտնում է, բայց քիչ մնաց, կարծեմ դեկտեմբերի 22-ից է, չէ՞ սկսում արդեն հավասարվելու օրը սկսում է երկարել, այնպես որ էլի շուտով գարուն կգա, կբացվի վարդը, այդպես ժողովուրդ չէ, շատ ցուրտ չի, հաճելի իրիկունն է, 10 աստիճան այդպես, ամբողջ օրը հավես չունեի այսօր նկարելու, հոգնած էի ոնց որ այս վերջին օրերից, վերջի աշխատանքային օրերից, թույլ էի մի ձևի, հիվանդ չեմ, ուղղակի հոգնած էի, ուղղակի երևի գերհոգնած էի, ավելի շուտ, հատկապես երեք գործի տեղը շատ ծանրաբեռնված էր շաբաթ օրը, այն որ շեֆն էլ հետներս վազվզում էր աջ ու ձախ, ամեն ինչ անում էր, մեկ նայում ու զարմանում եմ, գիտեք, այդ մեր ամենաշեֆը ոնց է, էլի ամեն ինչ անում է մեր հետ, ու այնքան ընկերական սիրալիր է, որ ավելի ես, սենց ասած, ավելի լավ ես ուզում աշխատես, էլի հենց այդ իրա վերաբերմունքը տեսնելով, ավելի լավ ես ուզում աշխատես, այնպես որ լավ հոգնեցինք երեք, դեռ չմ արդեն գլխացավ էր մոտս առաջացել, հասա տուն, Կարֆուրը այսքա մոտ է, ուղղակի փոքր է, էլի շատ, դրա համար շատ չեմ գնում, այսպես 1000-ից մեկ, երբ որ մի բան է պետք լինում, այդ ժամանակ նոր մտնում ենք Կարֆուր։ Կարֆուրից վերցրել եմ տիրամիզու ամաններով, այսպես, հեսա բացեմ մի հատ, մեծ ամանով էլ կար, բայց չգիտեմ լավնա թե չէ, չեն կարել Կարֆուրից հեչ, միշտ ես եմ պատրաստել, դրա համար էլ ես վերցրի, տեսքը սիրուն է, սուրճով է պատրաստված, չնայած սնդային արժեքը դե է, այդքան էլ լավ չի, բայց մեկ-մեկ կարելի է խախտումներ անել։ Այս առա մի հատ կարակ առա, որովհետև բան էի ուզում թխեմ ու ասի կարող է տան կարակը քիչ լինի։ Այս աման լվանալու հեղուկն եմ վերցրել, 50% վերամշակված պլաստիկ, այս աման է էլի, հեղուկն էլ զգայուն մաշկի համար է։ Գույնը դուրս եկավ, չնայած որ թափանցիկ է, սպիտակ առանձնատու գույն չունի ու ալոե վերայով էքստրատ թուրմով, ալոե վերայի թուրմով է, դրա համար դուրս եկավ վերցրի, սրանից չեմ փորձել հեչ, ու այստեղ ինչի համար որ գնացել էի, պետքա մի քիչ ոնց որ բաղնիքի խողովակները երևի ջուրը լավ չի քաշում, խցանվել է կամ ինչ է եղել, չգիտեմ, այս հենց բան եմ վերցրել, մի հատ այս տեսակից եմ վերցրել, այս 45 րոպեում ազդում է, իսկ այս երկու հատը 3 րոպեում, բայց ուզում եմ միանգամից 3 հատն էլ լցնեմ, այս փոքրից 2 հատ վերցրել եմ միանգամից, այս միանգամից հիմա կլցնեմ խողովակի մեջ, արժեքը սրանց 5.29 էին, այս մեկը ոնց որ 3.29 էր, 79 էր, Կարֆուրում, այսքանի համար վճարեցի 21.60, այդ տղան ասում է, ասեցի սպասի տեսեմ կարամ կանխիկ վճարեմ, ասում է, այն կոպեկներս տեսավ, ասում է, դրանք էլ լավա որ տաս, ասի դե սպաս հաշվենք, տեսնենք ինչքան ունեմ, հաշվեցի տվեցի, ծավար եմ եփում, որ սպասի եփեմ, դրել եմ արդեն խաշվի ծավարը առանձին, մինչև եփվի, մածունը կպատրաստեմ, այստեղ 2-2.5 ճաշի գտալ ալյուր եմ լցրել, մի հատ փոքրիկ ձու ու մածուն, թթվասեր չկա մեջը, հունական յոգուրտ է, ես լավ այսպես կխփեմ, մինչև համասեր կդառնա, հետո նոր ջուրը կավելացնեմ, ջուրը դե ըստ ճաշակի, եթե ավելի ջրիկ եք ուզում լինի ավելի շատ ջուր, եթե մի քիչ ավելի պինդ, պետք է հաշվի առնել, որ ծավալը եփված է, այսինքն շատ չի եփվելու, շատ չի գոլորշանալու ջուրը, արդեն համասեռա, հիմա ջուրն էլ կավելացնեմ,
Այսպես հարեմ, հետո նոր էլի կավելացնեմ ջուրը։ Մի ժամանակ խառնում էինք իրար, հետո մաղով անցկացնում էինք, հետո նոր ջուրը խառնում էինք։ Հիմա արդեն գիտությունը զարգացել է, ամեն ինչ խառնում ենք իրար ու հարում ենք։ Հիմա էլի ջուր կավելացնեմ, մարդկա տաք ջուրը ավելացնում, ես տաք ջուրով չեմ փորձել։ Ես սիրում եմ, որ սպասը մի քիչ պնդոտ է լինում, ցավարը շատ է լինում։ Չնայած որ բաժակով եմ խմում, բայց այդ ձև եմ սիրում։ Մարդկա ավելի ջրիկ է սիրում, ցավարը քիչ ավելի շուտ։ Ահա, հիմա նայենք մի հատ։ Ցավարը դեռ եփվում է, սպասեմ թող եփվի։ Կխառնեմ ցավարը, կնայեմ, եթե ջրի կարիք լինի, մի քիչ էլ կավելացնեմ, երևի թե մի փոքր էլ կավելացնեմ ու կդնեմ եփվի։ Մի փոքր ջուրը կավելացնեմ, քիչ։ Ու կթողնեմ եփվի։ Մի փոքր աղ եմ ավելացրել, մեկ էլ մի 30 գրամի չափով կարակ։ Համեմն էլ լցնում ենք։ Մի փոքր էլ չորացրած անալուկ կլցնեմ։ Երկու հատ դդմիկը կկտրատեմ աներ, իմպրովիզ եմ անելու։ Տեսնենք ոնց կլինի։ Չնայած վստահ եմ, որ համով է լինելու, ուզում եմ առանց մսի պատրաստեմ, դրա համար հիմնական բաղադրիչները բանջարեղենը կլինի։ Այսպես մանր քառակուսիներով կկտրեմ, որ եփելու ժամանակ լավ փխլվի։ Չնայած պարտադիր չի, կարա նաև այդպես մնա։ Սառնանում ես դդմիկները արդեն ահագին ժամանակ մնացել են, պետք է օգտագործվի։ Դրա համար որոշեցի ես ձևով սարքեմ։ Լավ ամպամած, մթնած ուրա։ Անձրև չկա, բայց ջերմաստիճանն էլ 9 աստիճան, 10 աստիճան, այդքան կլինի։ Այս դդմիկը չեմ կլպում օգտագործելու ժամանակ։ Նախկինում միշտ կլպում էինք, հիշում եմ, հայկական սիրուն լավ դդմիկները կլպում էինք, թե ինչ էին կլպում, ես էլ չգիտեմ։ Մի հատ էլ կարմիր պղպեղ կկտրեմ։ Սոխը մեծ է, մեկ քառորդին վերցրել։ Հատ թարմ լոլիկ էլ կկտրեմ։ Հետո ինձ սոուսել է պետք լինելու վրան լցնելու համար, բայց մեջը թարմ լոլիկ կլցնեմ։ Այստեղ էլ սառած ոլորը եռացրել եմ մի քանի րոպե, հիմա ջուրը կթափեմ։ Այս մի քիչ կպյուրեացնեմ, ինձ պետք է որ մանր լինի ավելի։ Երիքա։ Սոխարած եմ անում։ Կավելացնեմ լոլիկը։ Կծածկեմ մի 2 րոպե, որ լավ եփվի։ Մի փոքր տոմատ կավելացնեմ։
կավելացնեմ գտնուկը։ Սախարն է։ Մի փոքր ջուր կավելացնեմ, այսպես, կծածկեմ թող եփվի, հիմա կարմիր պղպեղն էլ կավելացնեմ, որ լավ եփվի, այսպես իրար խառնվի ու կանաչ ոլորը։ Միանգամից հիմա կավելացնեմ աղը, սև պղպեղը, կարմիր աղացած պղպեղ, մի փոքր չորացրած սամիկ ու մի փոքր չորացրած ռեհան։ Շատ քիչ եմ ռեհանը լցնում։ Կխառնեմ, այս պետքա լավ եփվի, որ այսպես միասեռ զանգվածի նման լինի։ Եթե կարիք լինի, ջուրը կավելացնեմ։ Հիմա փակում եմ ու թողնում եմ լավ եփվի։ Երկու պճեղ սխտոր եմ քերում։ Համարյա արդեն եփվել է։ Նայեք ինչ լավ, այսպես փխլվել, լուծվել է բանջարեղենը, մնում է կանաչի ավելացնեմ։ Միջուկը պատրաստ է, շատ համով միջուկ է ստացվել։ Հիմա պետք է մի փոքր տոմատի սոուսից լցնեմ ամանի տակ։ Միջուկը լցնելու եմ մակարոնի մեջ։ Միջուկը դեռ տաքը չի սառել։ Այս արդեն ստացվեց բուսական միջուկով։ Ընդհանրապես մսով ենք սարքում դե։ Կարելի է նաև ջեռուց դնել։ Ես որոշեցի այսպես անեմ, որ ավելի արագ լինի։ Մի քիչ էլ էս տոմատի սոուսից կավելացնեմ վրան։ Ու այնքան ջուր, որ եփի, մակարոնը կարողանա եփվի։ Մի փոքր էլ ձիթապտղի ձեթ եմ ավելացնում ու ծածկում եմ, որ եփվի։ Այս արդեն պատրաստ է, հիմա մի քիչ կանաչիով այսպես կզարդարեմ։ Ու վերջ, այս էլ իմ իմպրովիզը։